Ողջույն սիրելի ազգակիցներ, ողջույն հայ քալիքի հարգելի բաժանորդներ, այսօր ես այս հոլովակը անվանել եմ ինչպես ճիշտ սկսել օրը և վերաբերվում է մեր առողջության պահպանմանը։ Ամեն առավոտյան, հիմա ամառ է, հեշտ է շուտ զարթնել, վաղ զարթնել, նկատի ունեմ առավոտյան մինչև ժամը 7-ը և 1 ժամ անցկացնել մաքուր օդին, թթվածնով հագեցած միջավայրում և ուղղակի քայլել, շնչառական վարժություններ անել, թեթև ֆիզիկական վարժություններ անել կապված մարմնամարզության հետ։ Շատերս զոհ են գնացել Երևանի ներկայիս ոչ բարենպաստ առողջության համար վնասակար ստեղծված միջավայրին, ինչը կապված է մեծ ծավալի անիմաստ շինարարության հետ, ինչը կապված է օդի աղտոտվածության հետ, կեղտի փոշու հետ, աղմուկի հետ, որը կա անասելի շատ տրանսպորտային միջոցների պատճառով և շինարարության պատճառով։ Աղմուկը և անորակ քունը վերջին միջազգային զեկույցներով, բժշկական զեկույցներով երկրորդ պատճառն են սիրտանոթային հիվանդությունների և շատ կարևոր է, որ մենք կարողանանք ամեն օր գոնե Երևանում ապրելով աղմուկի և պակաս որակով քուն ունենալու պատճառով այդ լրացնենք, հնարավորինս լրացնենք մաքուր օդին գտնվելով, թթվածնով հագեցած միջավայրում 1 ժամ անցկացնելով։ Մենք կարող ենք առավոտյան ժամերին օգտվել այդ առիթից, ամենքս մեր մերձակա զբոսայգում, չգիտեմ, այգում, դրա համար կան նաև քիչ թե շատ ծառաշատ նաև տարածքներ և այդպիսով մենք կարողանալու ենք որոշակիորեն նպաստել մեր առողջության վերականգնմանը, մեր կենսունակությունը և էներգիան շատացնել, ինչը կնպաստի մեր ճիշտ օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին և կփորձի մեզ ավելի երիտասարդ պահել, ուշ ծերացնել, քանի որ շատ ավելի արդյունավետ է և իրատեսական է առողջության պահպանումը, քան տարբեր բուժումները։ Բոլորիս մաղթում եմ առողջություն, մաղթում եմ, որ կարողանանք մեր մեջ կամք գտնել և ցանկություն և առողջությանը վերաբերող այս հարցին լուրջ վերաբերվել, պահպանել մեր առողջությունը։ Շնորհակալություն, կիսվեք ձեր էջերում։